Սիրված դերասան Կարեն Ասլանյանը վերջին տարիներին էլ ավելի մեծ սեր է վայելում։ Նա նկարահանվեց մի շարք հեռուստասերիալներում, որից հետո նրա հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Դե իսկ ամենաշատը նրա անունը շրջանառվեց համացանցում, երբ տեղի ունեցավ նրա անակնկալ ամուսնությունը։ Բանն այն է, որ նա չէր խոսել սիրելի ունենալու մասին եւ հանկարծ նշեց, որ պատրաստվում է ամուսնանալ։ Այս լուրը իսկական իրարանցում առաջացրեց համացանցում։ Մարդիկ, ովքեր երկրպագում էին Կարենին, Հանրակնկալի եկան, քանի որ չգիտեին, որ երգչի դերասանի կողքին կա ընտրյալ։ Կարեն Ասլանյանը սակայն այսօր հրապարակում է արել հիվանդանոցից ցույց տալով, թե ինչպես է կաթիլայիններ ստանում։ Այստեղից հետևություն, որ վերջինս ունի առողջական խնդիրներ, սակայն թե ինչպիսի խնդիրների մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ։ Մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը եւ առաջինը ներկայացնել մեր հետևորդներին։ Սցենարիստ հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը ակտիվ է Instagram-ին հարթակում։ Նա ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս եւ հիմնականում ցույց տալով իր ընտանիքի անդամներին, դստերը, որդուն, մայրիկին, ինչպես նաև հրապարակումների տեսքով հանդես է գալիս եւ ցույց է տալիս իր աշխատանքային գործունեությունից դրվագներ, որոնք թերևս ամենասպասվածն են։ Գաղտնիք չէ, որ Դիանա Գրիգորյանի բոլոր նախագծերը սիրվում են եւ լայն տարածում են գտնում հանրության շրջանում, թեև կան քննադատություններ, բացասական մեկնաբանություններ, այնուամենայնիվ այս նախագծերը կարելի է համարել հաջողված են։ Օրեր առաջ Facebook-յան հարթակում լուրեր հայտնվել այն մասին, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը իր նոր «Գոյամարտ» հեռուստասերիալում նկարահանվելու համար առաջարկել է դերասան Կարեն Ասլանյանին, սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Այս լուրը հայտնվել էր այն բանից հետո, երբ Կարեն Ասլանյանն Instagram-յան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, նրան հարց էին հղել արդյոք կտեսնեն հեռուստաէկրաններին, եւ վերջինս նշել էր, որ հենց օրեր առաջ մերժել է X հեռուստանախագծում հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը։ Մարդկանց թվացել էր, թե Կարեն Ասլանյանն ակնարկում է Դիանա Գրիգորյանի նոր «Գոյամարտ» հեռուստասերիալը, սակայն ինչպես Դիանան է նշում, այս լուրը իրական չէ եւ չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է։ Դիանա Գրիգորյանն իր Instagram-յան հարթակում տեսաուղերձով է հանդես եկել եւ այդպիսով վերջ տվել բոլոր նմանատիպ խոսակցություններին։ Ողջույն բոլորին։ Ձյան տակ քայլելու եւ ռոմանտիկ երաժշտություններ այդ նյութերի տակ դնելու փոխարեն ես պետք է ստիպված գործնական ստորի անեմ, որովհետեւ այն ամենը անելու ժամանակ չունեմ։ Ուրեմն ես ուզում եմ ասել հետեւյալը, հարգելիներս, եթե ես որևէ հոդվածի, որևէ նյութի չեմ անդրադառնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հոդվածը նյութը համապատասխանում է իրականությանը։ Եթե ես չեմ հերքում, չեմ խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Ես հասկացել եմ մի բան, որ այս կյանքում արհամարանքը այլևս չի դիտվում իբրև պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ։ Դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ եւ երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։ Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք, ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում եւ ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն եւ այլն։ Ինչեւ իմ մտերիմները միշտ ինձ մեղադրել են լռության մեջ, որ ես լուռ եմ, որ ես չեմ հերքում, որ ես կուլ եմ տալիս այն բոլոր թեկուզ վատ մեկնաբանությունները, որոնք հնչում են իմ նախագծերի վերաբերյալ նախագծերի հետ կապված չարախոսությունները
եւ այլն, անձնական։ Ես ինչու եմ լուր, որովհետեւ ես արդեն ասացի, որ ես չեմ ուզում հավասարվել այդ մարդկանց բացարձակ, բայց հասկացա մի բան, որ լռելով այդ մարդկանց թևեր ես տալիս, որովհետեւ իրենք լռության իմաստը չեն հասկանում, ասում են չխոսելով շատ բան կարող ես ասել, բայց հավանաբար մարդիկ չեն հասկանում այդ ամենի իմաստը, չեն հասկանում փիլիսոփայություն, չեն հասկանում հոգեբանություն, չեն հասկանում կյանքն ինչպես։ Շատ հարցեր են ինձ տալիս, տարբեր թեմաների հետ կապված։ Օրինակ հարցնում են, արդյոք ես օգնում եմ կարիքավոր մարդկանց։ Այո, իհարկե։ Բա ինչու դա չի երևում։ Իսկ ինչու երբ որ պետք է օգնես, պետք է պարտադիր նկարես։ Այսինքն ես օգնում եմ, որ ցույց տամ, որ ես օգնում եմ։ Շատ մակերեսային եք իրականում ու ես զարմանում եմ, թե ոնց է հասարակությունը այդպես ապրում։ Ոնց է հասարակությունը կարողանում հարթակային կյանքի արգղիկը վարդագույն ժապավենով կուլ տալ ու մտածել, որ դա այդպես է։ Ոնց են մարդիկ կարողանում ապրել, իրենց կյանքը թողած ապրել ուրիշի կյանքով։ Ձեզ թվում է, թե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, արթնանում, միանգամից մտնում ենք այս էկրանի մեջ, տեսնում ենք, թե ով ինչպես է արթնացել, ով ինչպես է իր դարակը դասավորում, հագուստը որտեղ է դնում, ասենք տաբատը որտեղ է դնում, գուլպաները որտեղ է դնում, կամ մտնում է տուն, ինչ է անում առաջնահերթ, լվացվում է պարտադիր։ Ես լրիվ անկեղծ եմ ասում, ես հասկանում եմ, որ ասում են, դե այսօր ժամանակահատված մենք առաջ են գնում եւ չէ, ոչ, սխալվել եք ընկերներ, մենք առաջ չեն գնում, մենք հետ են գնացել, մենք առաջ ապրում էինք, իսկապես ապրում ենք, թեպետ ես դրա զոհը չեմ, Փառք Աստծո, ես դրա զոհը չեմ։ Ես հիշում եմ, որ մեր ամառային արձակուրդներին այդ 3 ամիսներն այնքան երկար էին ինձ թվում, որ ես այլևս ունեինք պարտադիր ընթերցանություն, գրքերը ավարտում էինք, ամեն ինչ ավարտում էինք, կարդում էինք, մի խոսքով լրիվ ավարտում էինք, բայց դեռ ժամանակ կար, ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց, հիմա աչքդ բացում ես, լույս է միանգ, ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց, հիմա աչքդ բացում ես, լույս է միանգամից փակում ես, արդեն վերջ գիշեր է, պետք է քնես նորից առավոտյան արթնանաս ու չես հասցնում, վազում ես կյանքի ետևից ու չես հասցնում, գիտեք ինչու։ Որովհետև մենք այլևս դադարել ենք ապրել մեր կյանքով, որովհետև մեր կյանքը արդեն այստեղ է, էկրանի մեջ է, սարսափելի բան է, սա դժբախտություն է, սա ողբերգություն է, սա կործանում է, սա կործանարար է։ Ու եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, հիմա կյանքը ավելի լավ է, հեշտացել է եւ այլն, չգիտեմ, չէ, չկա նման բան, այսօր մենք չենք ապրում։ Մի խոսքով, քանի որ խցանում է, ես փորձեցի այս ուրեմն առիթից օգտվել, իսկ այս առիթը շատ հաճախ է ինձ ընձեռվում, բայց ես փորձեցի այսօր առիթից օգտվել եւ խոսել ձեզ հետ ու ասել, որ ընկերներ, փորձեք ապրել ձեր կյանքը, փորձեք այն ճիշտ ու մաքուր ապրել, փորձեք այն լցնել հետաքրքիր պատմություններով, ձեր կյանքը լցրեք հետաքրքիր գույներով, լիացեք, հիացեք ձեր գործերով, առաջ գնացեք, կարդացեք, կրթվեք, սնեք ձեզ միայն լավ նյութերով, լավ ֆիլմերով, մի փնովեք դիմացինի գործը, որովհետև դա ձեզ ոչինչ չի տալու, այդ մաղձը ձեր մեջ է, ինչքան փնովեք վատը ձեզ է գալու, որովհետև դա է կյանքի օրենքը, փորձեք գնահատել փորձեք գնահատել դիմացինի գործը, եթե կարող եք օգնել, որպեսզի դիմացինի գործը ավելի լավը լինի, եթե չեք կարող օգնել, ապա մի փնովեք, որովհետև մարդիկ աշխատում են, որովհետև այնտեղ աշխատում են արտիստներ, աշխատում է, ես իմ աշխատանքի հետ կապված եմ ասում, մի մեծ ստեղծագործական խումբ, որ այս եղանակային պայմաններում չեն դադարեցնում իրենց աշխատանքը, օր ու գիշեր մենք աշխատում ենք, որ կարողանանք ինչ-որ չափով կտրել ձեզ, որ կարողանանք ձեր երեկոյի այդ 40 րոպեն ինչ-որ հետաքրքիր ամեն ինչ անում ենք դրա համար, որ հետաքրքիր լինի, ժամանց ապահովել ձեզ համար։ Մի խոսքով բարի եղեք, լավ մնացեք,
եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ իրենք ներարկիչի մեջ եւ իրենք այդ ներարկիչի մեջ այդ թույնը քաշած սպասում են, թե ում պիտի ներարկեն դա։ Ափսոս է ձեր կյանքը։ Դե նետեք այդ ներարկիչները թույնով լի եւ սնեք ձեզ միայն լավով։ Այսօր ես կփորձեմ հնարավորինս ավելի ակտիվ լինել եւ պատասխանել ձեզ ուզող հարցերին։